Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Մասլիատի ռեստորանի ավագ խոհարար Արայիկ Զաքարյանը։ Ողջույն Արայիկ։ Ողջույն Սեդրակ։ Ինչպե՞ս ես։ Ընտիր։ Շատ երևում է, որ ընտիր ես, երևում է, որ տրամադրությունը բարձր է, չգիտեմ, դա նրանից է, որ նորից հանդիպել ենք մեր հեռուստադիտողներին, թե որ լավ կերակուր ենք պատրաստելու։ Դա նրանից է, որ լավ կերակուր ենք պատրաստելու եւ որ հանդիպել ենք իրար, ամենակարևորը։ Շատ լավ։ Հանդիպումը։ Շատ լավ։ Եվ միաժամանակ նշեմ հարգելի հեռուստադիտողներ, որ Արայիկ Զաքարյանը վերջերս իրականացված խորովածի համահայկական 7-րդ փառատոնում նվաճեց լավագույն տեսք երկրորդ տեղ։ Լավագույն տեսք երկրորդ տեղ արծաթե մեդալ, որը իր սրտով չէր իհարկե, ինքը միշտ միտված է հաղթելուն։ Առաջինը։ Շատ լավ, ինչ ենք պատրաստելու եւ ինչ բաղադրություն ունի մեր պատրաստելիք։ Այսօր մենք պատրաստում ենք նապաստակից ռուլետ լցոնած։ Ճագարից։ Ճագարից լցոնած ռուլետ ենք պատրաստում։ Լցոնած ճագար։ Կարող ենք նաեւ անվանել ամիջ։ Ինչ, իշք ուզեք իներ անվանենք։ Վերցնում ենք կես ճագարը, նախորոք արդեն ես արել եմ կես, մինչև ճագարը կես անելը վերցնում ենք թթվասեր, թթվասերը խառնում ենք, մածուն, Ինչ ենք անելու, համեմելու ենք ճագարը։ համեմելու ենք, անպայման։ Թթվասեր, մածուն, Թթվասեր, մածուն, վերցնում ենք կես կիտրոն, մեզի կեսը բավական է, որովհետև մենք ամբողջովին չենք պատրաստում ճագարը։ մածուն, թթվասեր եւ կիտրոն։ Անպայման։ Թթու միջավայր եւ նորից թթու միջավայր։ Աղ, մի քիչ աղը շատ, վախենալ պետք չի։ Ինչից։ Աղից։ Թե ընդհանրապես պետք չի վախենալ։ Ընդհանրապես աղից վախենալ պետք է, սև պղպեղ, կարմիր պղպեղ, մենք այս ամենը խառնում ենք, որ ստանանք։ Միատար զանգված, մածունից եւ թթվասերից։ Մածուն, թթվասեր, կիտրոն, աղ եւ պղպեղ։ Եվ ուղարկում ենք մեր միսը, Ճագարի միգուցե միս։ այո, մինչ այդ մենք այս ամենը անելուց հետո Ուղարկեցինք մարինացման եւ որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի 20-25 րոպե, սա մեր Տիգրանի բաղադրատոմսն է, մեր տնօրենի, ես այս չգիտեի ես այս։ Այսպեսի բաղադրատոմս։ Ես արել եմ, շատ եմ արել։ Այսինքն դեպքեր են լինում, երբ որ ռեստորանում տնօրենն է նաեւ բաղադրատոմս հուշում։ Անպայման։ Լավ, հիմա ինչ ենք անելու։ Հիմա խավարտը մարինացվում է։ Սեթակ ջան, ես կխնդրեմ դուք կտրեք սունկը, անցնում ենք փլավին։ Սոխն էլ դուք կտրեք այն ժամանակ։ Ես սունկ եմ կտրում։ Սոխը Բայց ինձ սող դրեցիք, ասիք սունկը կտրի։ հա, դելա ոչինչ։ Ես է սունկը դրեցի, ասի սոխն էլ դուք կտրեք։ Շնորհակալություն։ Ինչ տեսքով։ Այ հենց այդպես, կեսը։ Բավական է։ Երկար Բավական է։ դիթողն է։ Սունկը խաշված է եւ Սունկը ընտրված է խաշված ոչխարա է, սունկ։ այո։ Շամպինյոն։ Շամպինյոն, վերցնում ենք ձեթը, շատ պետք չի մեզի, թավան տակ է։ Լցոնի համար է էլի, թե Սա պիտի լցոնի խավար։ համար է։ Էլի պիտի լցոնենք սնկով եւ Համ մենք պետք է լցոնենք ճագարը, համ պետք է լցոնենք դիբարը, պղպեղը։ տակտեղը։ Տախտեղը համ։ Դե ահագին սովորել եմ հայերեն։ Ահագին սովորել ես ապրեստում։ Կեցես։ Որ իմ կարելի ասել իմ մեծ վարպետը հայկական խոհանոցում հայ լեզուն սովորացնելու համար դա Սեթակ Մամուլյանն է, որտեղ այն առաջին նկարահանումներին ես միշտ խոսում էի ամեն ինչը ռուսերեն, ասում այսին Ես կասեի ռուսերեն էլ չէր, ինչ որ մի անհասկանալի լեզվով էր։ Ոչ ռուսերեն էր, անհասկանալի լեզու։ Հիմա մենք սա պետք է ինձ անենք, որ իր սոկը հյութը, դա սոխի։
Իսկ համեմունք կանաչի որևէ Ամեն ինչ անում ենք։ կտրատեմ, ինչ կանաչի կտրատեմ պատրաստեմ։ Կանաչի ռեհան շատ քիչ։ Շատ քիչ ռեհան կտրատեք։ Ասպրամ եւ կլինի մի քիչ էլ իմ ճաշակով ցիտրոնու ռեհան։ Ոնց կարամ ցեթակ ես ճաշակը չգնահատեմ։ Խոհարարական ճաշակը գնահատվում է։ Հերթական խորովածի փառատոն անցկացրինք։ Մենք նշում ենք եւ լրատվամիջոցները նշեցին, որ Աղթալայում էին հավաքվել լավագույն խոհարարները Հայաստանի։ Լավագույն ասվածը ես մի քիչ վերապահում եմ վերաբերվում լավագույն։ Ես հասկացա ձեզ։ Բայց ես կարծում եմ, որ այնտեղ հավաքվել էին ամենահամարցակները։ Համաձայն ես։ Որտեղ լավագույն Իհարկե։ ասվածը դե բոլորս գիտենք, բոլորս խորոված ենք պատրաստում, մենք բոլորս գիտենք, թե մենք ամենալավն ենք պատրաստում։ Բայց բոլորս չենք համարցակվում մասնակցել մրցույթի։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Այո, այո։ Ուրեմն կարող ենք նշել, որ սեպտեմբերի 12-ին Աղթալայում հավաքվել էին Հայաստանի ամենահամարցակ խոհարարները։ Ամենահամարցակ խիզախ խոհարարները։ Այո։ Այսինքն մենք։ Այո։ Հիմա մի քիչ խառնում ենք շաֆրան, որպեսզի բրինձի գույնը ստանանք։ Գույնի համար։ Այո, գույնի համար։ Կարող է ներք օգտագործենք գույնի համար։ Ներք ոչ։ Սեթակ ներկը օգտագործել Իսկ կարող է շաֆրանը նաև համ տա։ կարող է։ Շաֆրան ամենաթանկ համեմունքն է։ Դուք ավելի լավ գիտեք։ Աղ, սև պղպեղ, Շուտով թե արդեն անցած արնում, հա, իրոք։ հիմա մենք արդեն բրինձը, այս ուժեղ անում, Ահա, ամենաուժեղն է։ բրինձը ուղարկենք, Սոխը տապակեցինք, այո, մի քիչ խաշված սունկ, շաֆրան ավելացրինք, այնուհետև բրինձ։ շտրիխը վերջի, որ մենք հիմա պետք է անենք, նապաստակի, ճագարի սիրտ, թոք, ջիգար, այս բոլորը խառնվում է բրինձի։ Ենթամասամաթերքներն են Այո։ սրանք, այո, կտրատվում եւ Այսինքն խաշված է ձեզի նախորոք։ Մենակ չէ, երկուսով պետք է աշխատենք։ Աշխատանքը գերեզկացնում է, մանավանդ երկուսից։ Այո, այո։ Բայց դու ինձանից առաջ ես անցնում ոնց որ թե։ Թե Այդ իմաստով։ Գեղեցիկ լինելու իմաստով։ գեղեցիկ, այսինքն ես ավելի գեղեցիկ եմ։ Ես դա գիտեի, չէի ուզում ասեի։ Իսկ ինչու են քեզ խոհարարական շրջանակներում սամուրայ անվանում։ Ամանողներն էլ դուք եք։ Երևի Հակուկապից թե իրականում հենց սամուրայի դրսևորումներով օժտված ես։ երևի հակուկապից սամուրայի հետ ինչ գործում։ Չէ, դե հակուկապը, աչքերը, Իմիջայլոց, այդ առաջի անվանումը ես որ ստացել եմ սամուրայ, ես ստացել եմ դա ձեզանից։ Ես կարող եմ ասել այդ մարդու անուն ազգանունը։ Մամուլյան Սետրակ։ ամաչեցրիր ինձ, ամաչեցրիր։ Ամաչեցրեցի։ Լցոնը պատրաստ է արդեն կարծում եմ, չէ՞։ Լցոնը պատրաստ է։ Հիմա մենք արդեն վերցնում ենք ճագարը։ Ու ճիշտ է, մեր հերոստատիտողները թողում են, որ ինչքան երկար ճագարը մնաց մարինացված, բայց ոչ ավել 20-ից 25 րոպե։ Ճագարը վերցնում ենք շատ նուրբ։ Մի քիչ ճիշտ է։ Եվ փաթաթում ենք ռուլետ։ Առաջի ոտքի կողմից փաթաթեցինք։ Սես հիմա մենք բացում ենք։ Եթե ես տապակը արդեն պատրաստեմ, որի մեջ պիտի ուղարկենք ջեռոց։ Անպայման։ Սա արդեն ես հիմա կլցոնեմ բրինձով։ Մամուլյան ջան, Ինչպես հասկացանք, բրիզը այնտեղ մի քիչ այլ հավելումներ այս ունի։ գործը Ես ինչով կարող եմ օգնել։ լցրեք բրինձը գթալով։ Բրինձը լցրեք, դա արդեն պատրաստ է։ Ինքը պետք չի 100%-անոց պատրաստում։ Ես հենց այդ էի նայում, որ սոխնել ամբողջ այո, ջեռոցում լինի։ սոխնել ամբողջապես Ոչ, չպատրաստեցի։ ոչ։ Իշքան շատ այնքան լավ։
Եվ Всё, ես այս սա եթե հերիքա, չեմ մնացածը մեր արդեն մնում է խավարտի որպես։ խավարտի որպես խավարտ, այո։ Ինչպես հասկացա, փորձված կերակուր է արդեն։ Այո, փորձված կիրակուր է։ Սա գնում է ջեռոց։ Այս Մի վիճակով։ քիչ տակը ձետ։ Պետք չի, ինքը իր յուղայնությունը բրինձը տալիս է արդեն։ Բրինձը մենք լցեցինք յուղայնությունով։ Ինքը իր յուղայնությունով այսպես մենք կստանանք ջեռոց։ Հիմա այսպես ուղարկում ենք ջրոց Այո, 20-25 րոպե, ոչ ավել։ եւ ջերմաշանը որքան։ 170-ից 180 աստիճան։ Ես գնացի։ 25 րոպե հետո կգամ։ 25 րոպե սպասեցինք այս կերակրատեսակին։ Կարծում եմ արժեր այդ 25 րոպեն սպասել։ Ինչ ենք անելու հիմա, Արայիկ ջան։ Հիմա լցոն սա թող մնա այսպես։ Լցոնում ենք Պղպեղը, դանակը, սետրակ ջան։ Մի րոպե։ Այս մաքրում պղպեղը ուղղակի խորովել ենք եւ մաքրել Այո։ ենք թաղանթից։ մաքրել ենք թաղանթից, հիմա վերցնում ենք քթալը, լցոնում ենք նախորդ պատրաստած մեր ոնց որ մենք նապաստակը ճագարն արեցինք, Լցոնը։ լցոնում ենք, Հենց լցոնով էլ խավարտավորում ենք։ այո։ Սա հիմա հեռացնենք։ Սա Մատուցող ափսել ենք դնում, 2 հատ լավաշ, վերցնում ենք 2 հատ լավաշ, շուռ ենք տալի պղպեղը, վերցնում ենք ճագարը, հանում ենք փայտիկները, սա համով չի, փորձած բան է։ Եվ այսպես էլ ձեր մատուցում։ կտարտած կանաչին, Եվ հենց այսպես էլ մատուցում ենք մեր հյուրերին։ Նորից հիշեցնեմ, թե ինչ կատարեցինք, ճագարը համեմեցինք մածուն, թթվասեր, կիտրոն եւ ինչով։ Մածուն, կիտրոն եւ թթվասեր։ 15-20 րոպե այդպես մարինացվեց, այնուհետև պատրաստեցինք բրինձ, սոխառած, սունկ խաշված եւ ճագարի ենթամսամթերքները, սիրտ եւ այլն։ Լցոնեցինք։ Իրականում սա կարելի է համարել նորից նշեմ ամիջ, որովհետեւ հայկական բոլոր կերակրատեսակները, որոնք լցոն ունեն, ամիջ են կոչվում։ Լցոնվածները։ Շատ լավ, ուզում եմ, եթե դու ունես ասելիք, իսկ դու միշտ ունես ասելիք։ Ես ունեմ ասելիք կենաց, հայ ազգին առողջություն եւ խաղաղություն, ուրիշ ոչ մի բան ես չեմ ցանկանում իմ ազգին։ Ամենակարևորը առողջություն եւ խաղաղություն երկրին։ Բարեկամներ, այո, երկրի համար հայ խաղաղություն։ ազգին համով կերակուր տալու համար։ Ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Արայիկին, իրոք որ խաղաղությունը երկրի համար շատ կարևոր է, թող խաղաղությունը հարատև լինի։ Շնորհակալություն Արայիկ ջան, ապրես դու։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար։ Ուզում եմ, որ ուղղակի իմանանք, որ կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ եւ սպիտակ, անապակ, անսահմանափակ հայկական գինով։ Իսկ հրաժեշտից առաջ ուզում եմ, որ մենք բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Լցոնած ճագար։ Ճագար 350 գրամ, ճագարի ենթամսամթերք 300 գրամ, սոխ 100 գրամ, տագդեղ 70 գրամ, թթվասեր 50 գրամ, մածուն 50 գրամ, շաֆրան, աղ, սև պղպեղ, բարեախորշակ։